Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք նրբաբլիթների համար միջուկ, տավարի մսով միջուկի տարբերակը գիտենք բոլորս եւ տարբեր ձևերով ենք պատրաստում։ Շատ փափուկ ու նուրբ է ստացվում, երբ միսը խաշում, հետո նոր ենք աղում։ Սակայն հում վիճակում միսը նույնպես կարող ենք պատրաստել այնպես, որի արդյունքում միջուկը ոչ միայն չի չորանում, այլ հակառակը դառնում է անչափ հյութեղ ու փափուկ եւ հիանալի տարբերակ է նրբաբլիթների համար, ինչու ոչ նաեւ տարբեր խմորով պատրաստվող կարկանդակների համար նույնպես։ Պատրաստելու եմ 1 կգ մսի չափով, անհրաժեշտ է 1 կգ աղացած ոչ յուղոտ միս, 3 փոքր կամ 2 միջին սող, մոտ 200 գրամ, 1 միջին գազար, մոտ 100 գրամ, մի փունջ համեմ, մեկական թեյի գթալ սև եւ կարմիր պղպեղ, 1 ոչ լիքը ճաշի գթալ աղ, աղը ըստ ճաշակի, 70-ից 80 մլ բուսայուղ եւ մի բաղադրիչ եւս ավելացնելու եմ վերջում, որը այստեղ չեմ ցուցադրել, որը միջուկին տալու է անչափ փափկություն եւ նուրբ համ։ Մանր կտրատում ենք սոխը, ավելացնում տաքացած բուսայուղի վրա եւ տապակում այնքան, որ ոչ թե ոսկեգուն դառնա ու չորանա, այլ փափկի ու հյութեղ մնա։ Մանր քերիչով անցկացնում ենք գազարը, ավելացնում սոխի վրա, գազարը հենց նրա համար է ավելացվում, որ լրացուցիչ փափկություն ապահովի միջուկին եւ եփում ենք մոտ 2 րոպե, ոչ շատ, սրանք կարևոր քայլեր են միջուկին փափկություն տալու համար, վերջում կտեսնեք, որ ոչ սոխը եւ ոչ գազարը բոլորովին չեն երևում արդեն եփված միջուկի մեջ։ Ավելացնում ենք միսը, միջին կրակով տապակում ենք, տրորելով եւ խառնելով, որ միսը գնդացած խոշոր կտորներով չմնա։ Եվ այստեղ սիրելիներս տեսեք 5 րոպե տապակելուց հետո բավականին հեղուկ է դուրս տվել, հենց իր հյութի մեջ կշարունակեմ եփել, եթե ձեզ մոտ այս փուլում հեղուկ քիչ կլինի, պարտադիր ավելացրեք 100 մլ տաք արգանակ կամ եռման ջուր, որպեսզի միսը ոչ թե տապակվի ու չորանա, այլ խաշվի եւ փափկի։ Ծածկում ենք կափարիչով, իջեցնում կրակը եւ թույլ կրակով եփում ենք մոտ 20 րոպե։ Անցել է 20 րոպե եւ հեղուկը քչացել է, բայց այդքանը բավական է եփ շարունակելու համար եւ ավելացնում ենք համեմունքները։ Եվ քանի որ միսը ինձ մոտ յուղոտ չէր, լրացուցիչ փափկություն եւ նուրբ համ հաղորդելու համար կավելացնեմ 50 գրամ կարագ, դուք կարող եք չավելացնել։ Հետև ավելացնում ենք մանր կտրատած կանաչին, կարող եք ավելացնել ձեր նախընտրած կանաչիները, ինչու ոչ նաև չոր կանաչիներ, եփում ենք եւս 10 րոպե եւ անջատում կրակը։ Միջուկը ամբողջովին սառելուց հետո նոր լցնում ենք նրբաբլիթները։ Սիրելիներս, զուգահեռ նկարահանել եմ նաև նրբաբլիթների երկու տարբերակ գազավորված ջրով, որից մեկը առանց ձվի է, մեկ տարբերակը, այո, ճիշտ լսեցիք, որի արդյունքում ստացվում է բարի բուն իմաստով լրիվ ճերմակ, նուրբ, ծակոտկեն նրբաբլիթներ, բաղադրատոմսի հղումը կթողնեմ այս տեսանյութից նկարագրությունների բաժնում, կարող եք նայել։ Եվ սիրելիներս, ուշադրություն դարձրեք նաև նրա վրա, որ նրբաբլիթները տապակելուց հետո ստացվել են շատ ձիգ, խրխրթան կեղևով, նրբաբլիթը սեղմելուց միջուկը չի թափվում, ստացվել է հյութեղ ու փափուկ, միևնույն ժամանակ առանց ավելորդ հեղուկի։ Եվ վերջում կխնդրեմ նրանց, ովքեր դեռ բաժանորդագրված չեն իմ ալիքին, բաժանորդագրվել, սեղմել զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ նոր տեսանյութերը։